Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Լուրերի տարեվերջյան ամփոփումն է։ Տարին ավարտում ենք մեծ ակնկալիքներով և սպասելիքներով դեպի նորը։ Խաղաղն ու երջանիկը։ Լուրերի հետքերով հաղորդումն իր հեռուստադիտողին մատուցեց Աննա Չարն ու Արժանա Հավատը ու վաստակեց հեռուստադիտողի վստահությունը։ Իսկ այսօր թողարկման համար պատրաստել ենք օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Տոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով։ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գացպարյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում է կայացել Հանրապետական շտապօգնության ծառայության պատասխանատուների հետ։ Ներկայացվել են ծառայության տարեկան հաշվետվությունները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները։ Նախորդ տարվա համեմատ շտապօգնության ծառայության ենթակայանների և կայանների թիվը եռապատկվել է։ Հաջորդիվ մեծածավալ աշխատանք է կատարվում կենտրոնի աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ վերանորոգված և վերազինված պայմաններ ապահովելով։ Ամփոփելով փաստենք, որ անցնող տարում շուրջ 130,000 կանչ է սպասարկվել։ Ծառայությունը կարևոր է հատկապես տոնական օրերին, նաև կանխատեսվող տեղումներով պայմանավորված զգոնությունը բարձրացնելու առումով։ Հանձնարարվել է ձևավորել հերթապահ բրիգադներ, յուրաքանչյուր կայանում ավելացնելով մեկական բժշկական բրիգադ և աշխատանքները կազմակերպել ուժեղացված ռեժիմով։ Հետքի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ ծավալապաշտական նպատակներ հետապնդող Արևմտյան Ադրբեջան ծրագիրը պաշտոնական Բաքվի, ավելի կոնկրետ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզավակն է, իսկ նույնանուն կազմակերպությունն ընդամենը ծրագրի խամաճիկ կատարողն է, իրավական տեսանկյունից Ալիևի աշխատակազմին ծառայություններ մատուցողը։ Արևմտյան Ադրբեջան ասելով ադրբեջանական քարոզչամեքենան նկատի ունի Հայաստանի Հանրապետության ներկայիս ամբողջ տարածքը։ Քարոզչական նպատակներով ստեղծված վիրտուալ Արևմտյան Ադրբեջան կայքում նշվում է, թե Արևմտյան Ադրբեջանի համայն կազմակերպությունը 1989-ից գործունեություն ծավալող Ադրբեջանի այսպես կոչված փախստականների միություն հասարակական միավորման իրավահաջորդն է, որն անվանափոխվել է 2022 թվականի օգոստոսին։ Համայնքը զբաղվում է ժամանակակից Հայաստանի տարածքից այսպես կոչված վտարված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ։ Նշում են, թե ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն ապահովելու հայեցակարգը կարևոր է։ Սա ընդամենը ցուցափեղկն է, իսկ իրականությունը այն է, որ անվանափոխված ու նոր շունչ ստացած այս կազմակերպությունը Ալիևի վարչակարգի համար միջոց է Հայաստանի հանդեպ պաշտոնական Բաքվի էքսպանսիոնիզմն ու իրենդենտիզմը առաջ մղելու համար։ Ուշադրության է արժանի նաեւ այն ժամանակահատվածը, երբ փախստականների միությունը անվանափոխվեց Արևմտյան Ադրբեջան, թիրախավորելով Հայաստանը։ Այսպիսով Արևմտյան Ադրբեջան խոսույթը Ալիևն իր ենթակաների հետ սկսել է ակտիվորեն կիրառել այնպիսի ժամանակահատվածում, երբ շրջադարձային զարգացումներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ պաշտոնական Բաքուն ամբողջ ծավալով ի ցույց է դնում խնդիրները զենքի ուժով եւ ագրեսիայով լուծելու իր ռազմավարությունը։ Հայաստանյան իրականությունը The Times-ի էջերում։ Աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը բրիտանական Times-ը բացահայտում է Հայաստանի դառը իրականությունը։ Բրիտանիայի խորհրդանի падգամավոր Դենի Քրյուգերն իր հոդվածում ահազանգում է. հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով։ Եվ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրացնում է անօրինական կալանքների եւ եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չէ թաքցնել աշխարհից։ Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ։ Արդարությունը պետք է հաղթի։ Հայաստանը եւ Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը հատուկ անձնագրեր կրողների համար։ 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական ծառայողական եւ հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը, նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել այսպես կոչված լիարժեք կարգավորմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնյան այսպես կոչված խաղաղության համաձայնագրի մասին։ Ես բառացիորեն կարգավորեցի հակամարտությունը մեկ օրվա ընթացքում, նշել է Թրամփը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն ասել է, թե չի կարող հավատալ, ինչպես է Ամերիկայի Միացյալ Նահանգները հասել այդ արդյունքին, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ And Putin actually said to me, I cannot believe you settled that war, because I've been trying for 10 years. And I settled it in one day. Trade. They do trade. I said, we're going to cut you off from trade. No more trade.
Forbes-ը Beyoncé-ին ավելացրել է միլիարդատերերի իր ցուցակում։ Երգչուհու կարողությունը գերազանցել է 1 միլիարդը, ինչը նրան դարձնում է Forbes-ի ցուցակում ընդգրկված 5-րդ երաժիշտը։ Beyoncé-ի միլիարդատիրոջ կարգավիճակը պայմանավորված է նրա շրջագայություններով։ 2023 թվականին նա ավարտեց իր վերածնունդ շրջագայությունը, որը բերեց մոտ $600 միլիոն։ 2024 թվականին երգչուհին թողարկեց Cowboy Carter ալբոմը եւ կատարեց համանուն համերգների շարք, որը նրան բերեց ավելի քան $450 միլիոն։ Beyoncé-ից բացի Forbes-ի ցուցակում ընդգրկված են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Rihanna-ն, Taylor Swift-ը, Bruce Springsteen-ը եւ Jay-Z-ն։ Beyoncé-ն ամբողջ աշխարհում վճարել է ավելի քան 200 միլիոն ձայնագրություն եւ արժանացել է 35 Grammy մրցանակի, ավելին, քան որևէ այլ արտիստ։ Շարունակեք մնալ Փակ TV-ի հետ եւ դառնալ մեր ալիքի բաժանորդը եւ հավատալ, որ լավագույնն առջեվում է։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։